Ազատություն TV-ն է եթերում, զրուցելու ենք ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ։ Շնորհակալություն պարոն Մանուկյան, մեր հրավերը ընդունելու համար։ Մինչ խորհրդանական անցնող շաբաթին անդրադառնալը 1-2 այսպես ճշտող հարց, քիչ առաջ նաև խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական ակտիվ պայքարի մեջ է մտնելու ամբողջապես եւ ամբողջությամբ, այսպես ձևակերպեց, եւ ասած ավելի մանրամասն համագումարի ընթացքում արդեն Լևոն Տեր-Պետրոսյանը կնշի, այլ այսպես նոր գործընթացներ Հայ ազգային կոնգրեսից սպասենք մինչև խորհրդանական ընտրություններ։ Հա, իհարկե, համագումարին կլինի մեր նախնական հիմնական մոտեցումը, այսպես ասած, եւ արժե որ սպասեք համագումարին։ Բնական է, մինչ համագումարը ես ոչինչ ավելացնել չեմ կարող, կլինի եւ սովորական հաշվետվություն, այսպես պարտադիր մասը, ես եւ Լևոն Զուրաբյանը երկու մասից կներկայացնենք հաշվետվություն եւ ելույթ կունենա Տեր-Պետրոսյանը։ Այդտեղ կլինի բնականաբար քաղաքական մեր մոտեցումները ընտրական պայքարին, ընտրական գործընթացին։ Բնականաբար առաջին նախագահի ղեկավարի ամբողջ գործընթացը, ինչպես նաև մինչև հիմա է եղել։ Տեսնենք, սպասենք։ Իսկ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վերադարձու, քանի որ Լևոն Զուրաբյանն է նշեց, որ գլխավորի ցուցակը կարող է իսկապես Հայ ազգային կոնգրեսը այդ կազմով այլընտրանք լինել իշխանությանը ընտրողների մոտ։ Սովորաբար հիմա տարածված է, ասում են ընդդիմադիրները իրար հետ մրցում են թե ով է ընդդիմադիրը։ Ժողովուրդը իսկապես գիտի ովքեր են ընդդիմադիրը։ Ես սա է ուզում ասել, եւ շուշուտ ասելով չի, որ ես ընդդիմադիր եմ կամ ես եմ ընդդիմադիր։ Ժողովուրդը լավ էլ գիտի քաղաքական ուժերի անկեղծության չափը, կեղծ լինելու չափը, հաճախորդ լինելու չափը։ Այստեղ խնդիրը հետևյալն է, եթե դու ուզում ես լուրջ մեծամասնություն ունենալ պարլամենտում եւ որոշիչ լինել, որը կարող է եւ իշխանապողության լուրջ հնարավորություն բացել, պետք է փորձես լայն ֆորմատ դաշինքներ կազմել։ Դա իհարկե ընդունելի է, ցանկալի է։ Բայց պետք է պատրաստ լինես նաեւ դա չկայանալու սցենարին, մենակ գնալու սցենարին, մենք երկուսն էլ պատրաստվում ենք։ Իսկ ում հետ նախընտրելի է բնականաբար, այսպես երեք ուժեր արդեն միացել են, Բարգավաճ Հայաստանը հայտարարում է, որ ինքը միայնակ կգնա ընտրություններին։ Ավելի այսպես ընդհանրական ասեմ, հակա հանրապետական, հակա բլոկ դաշինք, ով էլ ուզում է լինել։ Եվ եթե դու խնդիր ես դնում, որ իշխանությունը պետք է պարլամենտում կարողանաս վերցնել կամ լուրջ ազդեցություն ունենալ նրա վրա, պետք է դաշինք կազմես այն ուժերից, ովքեր նույն բանն են ուզում, կամ գոնե դու գիտես, որ իրանք այդ գործի նվիրյալն են։ Դա մեծ դաշինքի դեպքում հնարավոր է նաև փոքր դաշինք, երբ գտնես համախոհ լավ քեզ ընդունելի կուսակցություն եւ նրա հետ կուսակցություն դաշինք կազմես, օրինակ այդ առումով մենք ու ՀԺԿ-ն խնդրեմ չունենք։ 5 տարի շարունակ, ոչ միայն 5 տարի, այլ 2008-ից սկսած շատ ներդաշնակ աշխատել ենք, շատ արդյունավետ աշխատել ենք եւ դա այլ կերպ չի ընկալվում։ Բայց կրկնում եմ, դա ամենևին չի նշանակում, որ դու կարող ես ցանկացած կուսակցություն այնպիսի մի գիծ վերցնի, այնպիսի մի ծրագիր, որ ասի ես եմ այս ծրագրի տերը եւ գնա այդ ուղղությամբ։ Եվ դա չի բացառում նաեւ մենակ գնաս, քանի որ դու այդ դեպքում կարող է լինես մենակ, բայց ասելիքի մեջ լինես շատ բան։ Սևերուն եւ ձեր ասած այլընտրանք։ Դաշինքի մասով բանակցություններ կա, որտեղ մյուս կուսակցությունները չեն թաքցնում, որ բանակցությունները։ Գիտեք, գնում են, խոսակցություններ գնում են, քննարկումներ լինում են, հանդիպումներ լինում են, բայց անկեղծ ասեմ, ես շատ լավատես չեմ, որ կայանալու է այդպիսի մեծ դաշինք։ Որտեղ տեսեք, պարոն Մանուկյան, Սահմանադրական հանրաքվեի ժամանակ, երբ Հայ ազգային կոնգրեսները, այսպես փաստացի, կարելի ասել գլխավորում ոչի ճակատը, նաև ժողովրդի այդ կամարտահայտությունից դուք դժգոհ չմնացիք եւ ոչ այդքան ձայներ ստացավ։ Այդ դեպքում ձեզ հաջողվել էր ձևակերպել այսպես այոն Սերժ Սարգսյանի հեռացումն է, ոչը այոն նրա վերարտադրությունն է, ոչը հեռացումը։ Բայց այս դեպքում խորհրդանական ընտրություններին միայն իշխանություն կամ մեկ իշխանություն, որին կամ ժողովրդի ձայն կտա կամ ոչ, իսկ ընդդիմության դաշտում արդեն մեկ իշխանություն եւ 15 ընդդիմություն։ Շատ ճիշտ է։ Հանրաքվեի ժամանակ մենք կարողացանք դաշտը բաժանել սև եւ սպիտակի։
սևը իշխանությունն էր, նրա իր դրած համարությամբ, սպիտակը նրանք ովքեր դեմ էին, այս ստացվեց կուսակցությունները եւ ժողովուրդը։ Եթե մենք կարողանանք այդպիսի միջավայր ստեղծել նաեւ հիմա, որ եթե հանրապետականը հաղթելու է եւ դա նշանակում է Սերժ Սարգսյանը շարունակելու է իշխանությունը, այդ դեպքում կարող է ստեղծել հակաբևեր, որոնք չեն ուզում այսպես լինի, այսինքն հանրապետական կուսակցության ուզում են զրկել իր մենիշխանությունից։ Եթե դու կարողանաս հասցնել այս գաղափարը հասարակությանը եւ ստեղծել երկու բևեր, դա կլինի իհարկե հաջողություն եւ քաղաքական լուրջ հայտ այլընտրանք հանդիսանալու եւ պարլամենտում մեծամասնություն ունենալու համար։ Այսինքն բայց լավ գիտենք, շատ լավ գիտենք, որ իշխանությունը ունի լծակներ դրա դեմ, ունի հաճախորդներ, ունի վճարվող ընդդիմություն, կեղծ ընդդիմություն, որոնց միջոցով փորձելու է այս պահին էլ կան նման կուսակցություններ։ Միշտ էլ եղել են այդպիսի կուսակցություններ եւ ինքը միշտ այդ ծրագրի վրա հաջող խաղում է։ Իշխանությունը այդ ծրագիր լավ է իրականացնում, դաշտ են նետում ընդդիմադիրներին, որոնք այսպես կուրս ծեծելով նույն բանն են ասում, նույնիսկ ավելի ուժեղ, ավելի բարձր ձայնով եւ փոշիացնում են ընդդիմության ձայները։ Այս խնդիրը կա։ Մենք դեռևս պետք է որոշենք ինչպես ենք վերաբերվելու այս մասի հետ, որովհետեւ մինչ այս հաճախ մեր մոտեցումը այսպեսին է եղել։ Թիրախը միայն իշխանությունն է, միայն հանրապետական կուսակցություն։ Մենք այլոց գործերով չենք զբաղվում, թեկուզ նրանք հաճախորդ են։ Թեկուզ նրանք 2008 թվականի ընտրություններին որ ոչ մի ձայն Սերժ Սարգսյանը նկատի ունեմ այս խորհրդանական ընտրություններին էլ ձեզ կգոհացնի այն արդյունքը, որ եթե հանրապետական չհաղթանք, բացի հանրապետական կուսակցությունից մեկ այլ ուժ հաղթի։ Չունենք դեռ այդպեսի որևէ քննարկում չունենք եւ չեմ կարող ասել մեր կուսակցության անունից դիրքորոշումը, բայց մի բան ակնհայտ է, որ իսկ ձեր անձնական տեսակետը, որ բացի հանրապետական կուսակցությունից եթե այլ իմ կարծիքը հետեւյալն է, սա իմ անձնական կարծիքն է, պետք է բացահայտել կեղծ ընդդիմադիրներին։ Պետք է ժողովրդին հստակ ասել, որ եղբայր, այս մարդը ֆինանսավորում է իշխանությունից, կերակրվում է իշխանական դաշտից եւ թույլատրած է իրեն ընդդիմադիր խաղալ, կամ նրանք խաղ են խաղում, հետո պարլամենտում դաշինք կազմելու համար։ Սա իմ մոտեցումն է, մենք դեռևս չունենք կուսակցական մոտեցում, բայց ես կարծում եմ ելնելով այս ընտրության կարևորությունից, որովհետև սա ամենևին պարլամենտի ընտրություններ չի, քանի որ չեն լինելու նաև պրեզիդենտական ընտրություններ։ Սա Հայաստանի ճակատագիրն է, ընդ որում մենք շատ լուրջ շրջադարձային կետում ենք։ Այնպես չի, որ այս ընտրությունների արդյունքում քո ճակատագիրը չի որոշվելու։ Իսկապես առանց գունազարդելու, այստեղ մեր երկրի ճակատագիրն է որոշվելու, որովհետև այն լուծումները մենք մի քիչ դրա մասին խոսենք, այն լուծումները հիմա կառավարությունը առաջարկում է, բացարձակ այն չէ, ինչ որ մեզ պետք է հիմա։ Լուծումը քաղաքական է եւ այդ առումով հարկավոր է շատ բաց, շատ ուղիղ պայքար մղել եւ բացատրել ժողովրդին, որ դու գնում ես քվեարկելու քո երկրի ճակատագրի համար, ոչ թե այս կուսակցության, ոչ թե եկող վարչապետի եւ այլն։ Պարոն Մանուկյան, միջև բյուջեին անդրադառնալ, հա եւս մեկ հարց այս թեմայով, երբ բացահայտեցիք, որ դաշտում կան իշխանության, ինչպես դուք եք նշում, կերադաշտակից օգտվող կուսակցություններ։ Անցած ընտրություններում էլ են եղել ազգային ժողովի ընտրություններում, իսկ դա շատ լավ երևաց Գյումրի Վանաձորի ընտրությունների ժամանակ, ակնհայտ էր արդեն։ Որտեվ դրանից առաջ ըստ էության դուք քաղաքական դաշտի գրեթե բոլոր ուժերի հետ համագործակցեք բացառությամբ ՕԵԿ-ի։ Այնպես չի, որ մենք չգիտեինք այդ Քարյակը, Եռյակը, այդտեղ բոլոր խորհրդանական ուժերը բացի հանրապետականից։ Եվ անկեղծ պետք է ասել, խոստովանվել, որ այդ համագործակցությունը արդյունքներ տվեց։ Իսկ այդ ժամանակ դեռ չկար ձեր մոտ այդ այն ժամանակ կար նպատակների համընկնում։ Չէ, նկատեմ այդ ժամանակ չունեիք այդ տեղեկատվությունը, որ տեղեկատվություն ունեիք, բայց երբ որ դու գիտես, որ այն կուսակցությունը, որ կարող է նաև իշխանությանը ծառայել, նրա նպատակները այդ պայն համընկնում են քո նպատակների հետ, մենք 12 կետ համատեղ մշակեցինք, ընտրական օրենսգիրք մշակեցինք եւ պարլամենտում ունեցել ենք 55-56 ձայն։ Հանրապետականը շփոթված էր, հանրապետականը դրանից հետո էր։ Եթե մենք մի քիչ հաջողություն ունենանք եւ հասցնենք, ասենք, այդ ձայները 65-66, շատ օրենքներ չէին կարող։ Ոչ մի օրենք չէին կարող, մենք բլոկ կարող ենք դնել բոլոր օրենքներին։ Ելնելով դրանից է։ Ոչ բոլորին, մեծամասնությունը այդուհանդերձ։ Եթե լավ օրենք էր, ինչի՞ մաս։ Եթե սահմանադրական օրենք է դրա մասին։ Օրենքներ կա, որ 120 պլյուս ձայնով է, կողմ ձայնով է անցնում, դրա մասին չի խոսք։ Եվ դա էր պատճառը, որ իշխանությունը զգաց վտանգը եւ գնաց այդ քարյակից ուժեր փոկելուն եւ կարողացավ անել։ Շատ բարի եւ պարոն Մանուկյան, այս շաբաթ, հա, փոքրինչ դադարից հետո բյուջեն այդուհանդերձ ընդունվեց։
Նախորդ խորհրդանական այդ քարորիայի ընթացքում բավականին քննադատական ելույթներից հետո թե ձեր կողմից, թե ձեր խմբակցության մյուս անդամների, թե նաև մյուս ընդդիմադիր ուժերի կողմից այդուհանդերձ ընդունվեց, բայց ինչ որ փոփոխություններ արել էր կառավարությունը, այսինքն նախորդ նիստերի այդ ուղերձները ընդդիմության ինչ որ Չէ, փոփոխություն չէր արել եւ չէր էլ կարող անել, սա է խնդիրը, որովհետեւ այն գումարը, որը բերվել էր նախորդ անգամ, այդ գումարը կարող էր ներսում փոքր կորեկցիաների ենթարկվել փոփոխությունների։ Այդ գումարը այնպես չէր, որ իրենք կարող էին ավելացնել, ավելացնող լինեին, շատ կները ոչ թե մեր առաջարկներին կնայեին, այլ աշխատավարձ կավելացնեին, թոշակ կավելացնեին, նպաստ կավելացնեին։ Այդ դեպքում ինչպես եթե նշում եք, որ կար հստակ սահմանափակ գումար։ Այսինքն եթե իրենց գումարային սահմանափակում, իրենք գիտեին, որ ունեն X գումար։ X-ի մեջ կարող ես փոքր փոփոխություններ անել, բայց X-ը դարձնել X + Y չես կարող։ Այդ դեպքում դա եմ ասում, եթե աշխատավարձ բարձրացնեին, այդ X գումարից նշանակում է որևէ այլ ոլորտներին պետք է կրճատում կատարվեր։ Հա, իրենք իհարկե այդ կրճատումներ անում են, բայց դա էլի լուծում չի տալու, եւ իմ ասած խնդիրը աշխատավարձեր մեծացնելը թոշակ, դրանք լուրջ գումարներ են, իրենք այս գումարով չեն կարող այդ խնդիրը լուծել։ Իսկ այդ իմ ասած ներքի կորեկցիաները, դրանք փոքր գումարներ են։ Ասենք $1000-ն էլ այնտեղ կարող էր առաջարկի մեջ տեղավորվել, բայց ասենք Հայաստանի 400,000 աշխատողների աշխատավարձը բարձրացնել 10%-ով դա արդեն կազմել լուրջ գումար, իսկ իրենք չէին ձգում։ Պարոն այսինքն եթե այնպես ստացի, որ կառավարությունը այս բյուջեով ինչպես որ նախատեսել է, այնպես էլ եւ 100%-անոց արդյունք ապահովի, դա միևնույն է ըստ ձեզ, հա, չի բավարարելու Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Որտեւ լինում են երբ նախանշում է 4% տնտեսական աճ, բայց տարեվերջում ունենում ենք 3, ինչպես այս տարվա բացարձակ։ Ելնելով գնաճից, իրավիճակի բարդացումից, արտագաղթից, սպառման ծավալների կրճատումից ակնհայտ է, որ անգամ եթե իրենք կարողանան 3% ապահովել, մեկ է իրենք եկող մարտահրավերների անգամ դեմ առնելու հնարավորությունը չունեն, որպեսզի չեզոքացնեն։ Էլ չեմ խոսում զարգացման մասին։ Մենք հաշվել էինք մեր տնտեսագետների խմբով, որ նվազագույնը 7% պետք է աճ լինի, որ ընդհանրապես աճ դառնա, դա որ դառնա աճ, որ ընդհանրապես դա կոչվի աճ, թե չէ 3% աճ չէ։ Դա նաև 7%-ը կարծես թե պետական պարտքի մասով էր, որպեսզի կարողանան։ Իսկ պետական պարտքի մասին չխոսենք, որովհետև այնտեղ բացարձական մխիթար է, ուրեմն իրենք քննադատեցին, ասեցին, որ պարտքը մեծանում է, շատանում է, նույն քաղաքականությունը շարունակում են։ 6 միլիարդը արդեն դա այն սահմանն է, որից հետո երկիրը ուղղակի կքանդվի։ Դեֆոլտի կենթարկվի, չի կարող վճարել։ Եվ հիմա ես երկու օր առաջ իմացա, ֆրանսիացիներից վարկ են վերցնում բյուջետային ծախսեր իրականացնելու համար։ 2 տարի հետո, ախր ցավը գիտեք ինչու՞մ է, գնալով ավելանում է մեր բեռը, գնալով ավելանում են մեր վտանգները։ Իսկ այսօր արդեն մեկ շնչին մոտ $1700։ 1800 եվրո ես հաշվել եմ, մեկ շնչին պատկ ունենք, բայց էլի ոչինչ։ 2 տարի հետո բյուջեի 20%-ը մոտավորապես $300 միլիոն եւ գնալով աճում է մինչեւ 20 թվականը։ Մեր բյուջեից միայն մենք պարտք ենք փակելու։ Դա չես կարա չփակել 2 տարեթիվ 18 եւ 20 թվականներն են ամենից 18-ին աճում է 20-ին դառնում է ամենածանրը եւ քո բյուջեի մեջ ավելանալով է ավելանում այդ գումարը։ Հենց դա այսինքն հենց դա հասկանալով եք ասում, որ եթե 3%-ով այսպես շարունակի աճել, հա, այսինքն դա մի պահ եւ մի բան էլ ասեմ, հաճախ մենք չենք էլ հասցնում դրան անդրադառնանք։ Եթե անգամ դու 3% ես աճ տալիս, 5% ես աճ տալիս, դու հետ ես մնում տարածաշրջանի երկրներից։ Հայաստանը չի կարող ինքն իրեն նայել միայն իր ներսի աչքերով։ Եթե դու չես համեմատում եւ չես մրցում հարևան երկրների տարածաշրջանի երկրների հետ, դու հետ ես մնում այդ առումով։ Իսկ այդ առումով մենք ակնհայտ հետ ենք մնում։ Հետ ենք մնում ոչ միայն այսօր, ավելի հետ ենք մնում հեռանկարի բանով։ Ես կարծեմ անցած անգամ ձեր հաղորդմանը ներկայացրել եմ։ Վրացիներ ինչ ծրագրեր են անում ադրբեջանցիների հետ։ Ադրբեջանցիները Թուրքիայում արդեն $2 միլիարդ ներդրումների ծրագիր ունեն։ Թուրքիայի ներդրումների մեջ Ադրբեջանը աշխարհում 7-րդ տեղն է գրավում արդեն։ Իսկ Թուրքիայի ներդրումները մեզնից ինչ թվով ասեմ, որ հարյուրապատիկ անգամ ավել են։ Ու մենք Թուրքիային հայոյում ենք, Թուրքիան զարգանում է, թռնում է։ Իրանը նույն ծրագրեր իրականացնում է միջազգային կառույցների հետ, Պարսկաստանի հետ, Ադրբեջանի հետ։ Այս բոլոր երկրները մեր շրջապատի իրար հետ տնտեսական լուրջ պրոյեկտներ են անում, լուրջ։
Հայաստանը չկա։ Հայաստանը ոնց որ մութ օղակ լինի այս տարածաշրջանում։ Դու չես կարող սա հաշվի չառնել։ Այնպես որ եթե ասում ենք, հա, վարչապետը կամ կառավարությունը ասի 3% աճ ենք տալ, հետո դու 3 ես տալիս, ինքը 13 է տալիս։ Դու խնդիր չունես մրցունակ լինելու քո տարածաշրջանում։ Չէ՞ որ վերջին հաշվով քո կողքի հարևանները ճշնամական վերաբերմունք ունեն քո նկատմամբ։ Եթե դու չուժեղանաս հարկավոր է մեզ նվազագույնը 7, բայց իրենք հայտարարում են 3 եւ դա ներկայացնում է որպես հարաբերություն։ Եթե դու ուզում ես գոյատևել, բայց այս ձևի գոյատևումով երբ քո արտադրողը գնում է, ինչ 7%, դու 0 չես կարող։ Իրենք խոստովանեցին ներողություն, որ ընդհանրեն եկող տարվա եկամուտները հարկային եկամուտ 0.3%-ով ձեր նախորդ քարոզանիստի ընթացքում դուք նաև հենց այդ կետին անդրադարձաք եւ 3 հա ընդունված այդ բյուջեի նաև այդ մասով փոփոխություն չկար։ Այդ հարկային եկամուտների 0.4% ավելացումը ինչ է նշանակում։ Սա ծիծաղելի է։ Իսկապես ծիծաղելի է, երբ դուք նշել եք, որ սա նշանակում է ստվերի դեմ պայքար չի տանելու կառավարությունը։ Դա ակնհայտ հայտարարություն է, որ ստվերի դեմ չեն պայքարում։ $50 միլիոն ընդամենը իրենք ավելացնում են եկող տարի հարկային եկամուտներին։ Սա իրենց այս հարյուրավոր բիզնեսմենների մեկ օրվա կամ մի գործարքի արժեքն է։ Սա ակնհայտ երևում է, որ իրենց համար արգելք է դրված, փշալար է դրված մտնել ստվեր, մտնել օլիգարխների դաշտը։ Չեմ ասում նրանց գումարները բերեն բյուջե, նրանց բերեն հարկային դաշտ, որ նրանք օրինական մուծեն։ Մենք բոլշևիկ չենք ասենք, այս մարդկանց կերածը բերեք դեպքում ինչ նախընտրական այս շրջանում չէր կարող պարզապես ասեմ, սա քաղաքական ինչ որ մեսիջ է այդ գործարներին, որ իշխանությունը իհարկե, իշխանությունը պետք է օգտվի նաև այդ մարդկանց գրպաններից, այդ մարդկանց գրպանները պետք է ծառայի հանրապետականին, ոչ թե հանրապետական բյուջեին։ Եվ սա է խնդիրը, իրենց արգելված է մտնել այդ դաշտ։ Պարոն Մանուկյան, բայց տեսեք, թվերով չկա, բայց խոսքով ամենայն դեպս 3 էլ, հա, վարչապետ նախորդին, վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ Գյումրիում էր հայտարարել էր, որ յուրաքանչյուր անձ իր ցանկացած այսպես ապրանքը կարող է ներկրել Հայաստան։ Ինչու՞ չեք հավատում այս խոսքին։ Չեմ հավատում, որովհետև ես ծանոթ ունեմ մաքսատներում, ծանոթ ունեմ բիզնեսի աշխարհում, ծանոթ ունեմ մարդկանց մեջ, որոնք այդ գործի մեջ են։ Դուք կարող եք դուք ինքներդ Արեգեծևի հաղորդում փորձեք անանուն, եթե կարելի է, բիզնեսի աշխարհի հարկայինի, մաքսայինի հետ կապեր հաստատել։ Բայց միգուցե հիմա փոխվել է, միգուցե հիմա իսկապես կարող ենք շաքարավազ ներկրել, բանան ներկրել։ Փորձեք, ես ասում եմ, տեսեք, կա այդպիսի բան։ Դրա համար ինչու չեք հավատում, որ վերացել է։ Որտեվ գիտեմ, որ չկա այդպիսի բան, ոչինչ էլ չի վերացել։ Ոչինչ էլ չի վերացել։ Նույնն է ամեն ինչ։ Այսինքն միայն խոսքեր են։ Եթե վերանար, ես ընդհանրապես քանի անգամ ասել եմ, որ այս իրավիճակում, երբ որի մեջ գտնում է Հայաստանը, այսպիսի կիծի-պիծի փոքր բաներով խնդիր չես լուծի, հայտարարություններով, չգիտեմ, կոստյում հանելով կամ այսպես նոր նախարարներ ջահել կոստյումներով բանու նախարարներ նշանակել, հարց չես լուծելու։ Եթե այդ նախարարներից ոչ մեկը մինչև հիմա որևէ գործի չի անդրադարձել, իսկ գոնե գործերը ակնհայտ են ու շատ են։ Բանանի գործ, լոլիկի գործ, սահմանի վրա տարբեր բաներ, դահկի պատմություններ, վարկային պատմություններ, գյուղացիների պատմություններ, մենք պայթում ենք, չէ՞ խնդիրներ։ Որևէ մեկը դրանցից գոնե լուծման սկիզբ ստացել է։ Չկա այդպիսի բան։ Պարոն Մանուկյան, քանի որ գործարարներ ասացիք, 3 էի զրուցում, իհարկե ոչ այսպես լուսաբանման համար, այդ գործարարները նշեցին, որ այդ պապկա հասկացողությունը վերացել է արդեն մաքսատներից։ Եթե նախկինում պապկով էին, այսպես կոչում էր պապկա, հա, գիտեմ, պես էին մաքսազերծում, ասում էին, որ հիմա մենք կարող ենք արդեն մեր ներկրած ապրանքը մեր անունով մաքսազերծել։ Իհարկե գները չեն նվազել, բայց նշում են, որ ես հակառակը գիտեմ։ Ես հակառակը գիտեմ։ Բայց ոչ բոլոր այսպես այդ ինվոյսին են նշում են հարկայինում հավատում, այսինքն գրված գնին։ Ես էլ ունեմ հակառակ տվյալներ, որ Թուրքիայից եւ Էմիրատներից եկող ապրանքների վրա լրացուցիչ հարկեր են դրվել կիլոգրամը։ Կիլոգրամը $5, այո, ես երեք զրուցում։ Եղավ, այդ ինչպես ստացվեց։ Ընդհանրապես դա արվել է վերջերս։ Դա նշանակում է, որ դու ընդհանրապես այսինքն վերացրեցին պապկան, բայց մեկ այլ այսպես լրացուցիչ են գումար ավելացել, նույն բիզնեսմենը նույն բերի տակ դրաման նշեցին, նույն գործարարները նշում են, որ գումարային մասով որևէ փոփոխություն չկա, բայց նախկին այդպես պապկաներն այլևս գոյություն չունեն, իրենք կարող են իրենց անունով մաքսազերծել։ Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի միջին բիզնեսի եթե կա մի մասը փոքր քիչ ապրանք է բերում, էժան ապրանք է բերում, որպեսզի մեջը։ Բայց սա չի կարող առաջին քայլը լինել, հետագայում հնարավորինս նվազեցին։ Եթե բիզնեսը բերում էր ասենք տարիներ շարունակ բողոքում են հենց այդ պապկաներից եւ հիմա վերացել է փաստորեն։
Դե լավ կտեսնենք վերացել է թե չէ։ Ես կոնկրետ այս կոնտրօրինակը բերեցի, որ այդ դեպքում մարդկանց բերած ապրանքների վրայի քաշի գինը ավելացել է, ընդ որում կտրուկ է ավելացել։ Այս մարդիկ այլևս կարող չբերեն։ Այսինքն եթե մարդը դու ստեղծում ես այնպիսի վիճակ, որ ապրանք չբերի վաճառի, կթողնի կգնա, դու թղթապանակը ուզում ես սև գույնի, ուզում ես սպիտակ գույնի ներկի։ Ինչ կապ ունի։ Այն ասած ախր ուրիշ բան է։ Եթե անգամ այդպիսի քայլեր լինում են, իսկ ես ուզում եմ լինեն, որովհետև եթե չի լինում այսպիսի բաներ, քո գործարարը արտագաղթում է, ամենավատը սա է տնտեսության զարգացման համար։ Խնդիրը փոքր լուծումների մեջ չէ։ Ես որերորդ անգամ իրենց ասում եմ, դուք մրսածության դեղ եք տալիս մարդուն, երբ որ ինքը քաղցկեղով հիվանդ է։ Հայաստանի տնտեսությունը քաղցկեղով է հիվանդ, ոչ թե մրսածության հիվանդություն ունի, եւ հարկավոր է ռադիկալ լուծումներ։ Այս վիճակում, այս տնտեսության գահավիժման վիճակում տնտեսական լուծումները չեն բավարարում եւ հարկավոր է քաղաքական լուծումներ։ Քաղաքական համարձակ լուծումներ, ընդ որում դա պետք է կապված լինի մեր նաեւ արտաքին քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մեր երկրի արժեվ կանգնած շատ լուրջ մեծ խնդիրների հետ։ Պարոն Մանուկյան, փակելով այս վարչապետի թեման, եւս մեկ հարց, դուք վարչապետ Կարեն Կարապետյանի եւ հանրապետականների մեջ պես հակասություններ տեսնում եք, շատ է գրվում արդեն վերջերս մամուլում դրա մասին։ Տեսնում եմ, փոքր ավելի մասնավորեցնեմ, տեսեք, նախագահ Սերժ Սարգսյանը վերջին իրենց համագումարումը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը վերջին 9 տարիներին 23% աճ է ունեցել, բնակչության բարեկեցությունը էականորեն աճել է, աշխատավարձերն են բարձրացել, կենսաթոշակները, իսկ դրան զուգահեռ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդանում հայտարարում է, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է։ Հենց այս հակասություններից էլ մամուլում նշվում է, որ արդեն այսպես որոշակի կոնֆլիկտ է առաջացել հանրապետականների միջև եւ վարչապետի միջև, այն հանրապետականների, ովքեր այդ նույն 9 տարիների ընթացքում կրկին Սերժ Սարգսյանի նման հայտարարում էին, որ մեր տնտեսությունը այսպես նորմալ ընթացքի մեջ է եւ աճ ունենք։ Այդ կոնֆլիկտը կա, բայց դա ինձ չի ուրախացնում։ Ինձ պետք չէ որ հանրապետական կոնֆլիկտ ունենա, երկիրն էլ դրա արդյունքում ձեռից գնա։ Ես էլ գամ իշխանության։ Ինձ ամենևին դա չի հետաքրքրում։ Իսկ դες ինչու է հակասությունը, կլինեն հաստատ մարդիկ, որ ասում են ծանր է, իսկ Սերժ Սարգսյանն ասում է աճել է բարեկեցությունը, տնտեսական աճ։ Չեմ ուզում փոքրանամ մտնեմ մարդկանց վեճերի արանքը։ Ես շատ լուրջ բան եմ ասում։ Չէ, վեճ չէ։ Թող իրենք շարքային քաղաքացին, ինչպես գիտակցի, կառավարության ղեկավարը հայտարարում է, որ շարքային քաղաքացին արդեն տեղեկություն ունի։ Ես ոնց եմ խորհուրդ տալիս ամեն օր տաքսի նստեք, կիմանաք մեր երկրի վիճակը։ Կարեն Կարապետյանը եկավ մոտավորապես 70% ռեյտինգ ուներ սկզբից, այդ իր քաղաքական հայտարարությունները, հետո մի երկու հոգու որ օդիոզներին հանեց, ժողովուրդը ասեց, այս ինչ անում, բայց ընդամենը անցավ 1-2 ամիս, տեսան որ այդ կառավարությանը թույլատրած չէ ռեֆորմներ անել։ Դրա համար վերևում ասում են ամեն ինչ լավ է, ինքը փորձում է ասել լավ չէ, բայց նորից ռեյտինգ ասիկ նշվում է նաև որ հայ ժողովրդի այսպես սրտից խոսել, հայ։ Հա, եղավ այդպիսի պահեր, նաև ռեյտինգ է բարձրացնում։ Հնարավոր որ վարչապետ Կարեն Կարապետյանը նաև այդ արտահայտությունները որ չափազանց ծանր է, նաև այսպիսի մի հայտարարություն արեց, որ հանրապետական կուսակցությանն անդամակցելով կարծում է, որ իր վարկանիշը անկում կապրի։ Ոչ միայն կապրի, այլ կտրուկ ապրեց, որովհետև զգացվեց, որ այդ մարդիկ քաղաքական կամքի զուրկ են, այդ մարդկանց ստիպեցին մտնել։ Ես բարձ հարց եմ տվել, եթե հանրապետականի գաղափարախոսություն լավն է, ինչի՞ նրանց մեկ շաբաթ առաջ չէին մտնում կամ վարչապետ եղած ոչ վարչապետ եղած ժամանակ չէին մտնում։ Այդ նույն նախարարները միանգամից պայծառատես դարձան, եկան դիմում գրեցին ընդունելով այդ գաղափարախոսությունը։ Բայց իմ խնդիրը չարախոսելը չի, ես այդ ձևի ոչ բնավորությունն եմ, ոչ էլ իմ սերը այս երկրի նկատմամբ այդ ուղղությամբ եմ զարգացնում։ Ես կուզեի, որ ինքը հաջողեր։ Կուզեի, որ հասարակության մեջ հույս առաջանար, որը վերջին արդյունքում ինքնաթիռ նստել եւ գնալը չէր։ Բայց ընդհանրապես այդ կարգի հայտարարություններ ու գովազդային այսպես հայտարարությունները տևում են 1 ամիս, 2 ամիս։ Հենց որ հասավ բյուջեին, տեսան որ տակը բան չկա, եւ հենց որ հասավ որ մտան իրանք հանրապետական, ընդհանրապես հասարակությունը հիասթափվեց, հուսահատվեց։ Պարոն Մանուկյան, քանի որ հայտարարություններից խոսեցիք, վերջին երկու այսպես կարճ հարցերը տամ Հայ ազգային կոնգրեսից է այս հայտարարությունը, որ եթե դուք գաք իշխանության շեշտակի կավելացնեք կենսաթոշակները, այդ դեպքում ինչպես, եթե նաև նշում եք որ X քանակությամբ գումար։ Ամենևին այստեղ պոպուլիզմի մի գրամ անգամ չկա, ծրագիր այնքան հեշտ է, մենք շատ շեշտակին իրենց ենթադրում է ոչ թե երևի 5000 դրամ, առնվազն գոնե եթե հիմա 42500-ը, գոնե 60000։ 100,000, ինչի 100,000 կարող եք։
Շատ պարզ թվաբանություն Եթե գա հայազգային կոնգրեսի այսքան իշխանության կարող։ Այնքան պարզ թվաբանություն եմ անում։ Ընդհանրապես պետք է ստվերից արտադբանը ստվերը բերել բյուջե։ Իսկ ստվերը ամենահամեստ հաշվարկներով մեր երկրի կազմում է 40-ից 50%։ Դա նշանակում է ինչքան դու ունես բյուջեին փող, այդքան էլ ունես բյուջեից դուրս։ Ուրիշ խնդիր պետք չի, ընդհանրապես քաղաքական խնդիր է։ Բոլոր գործարարներին, բոլոր առևտրականներին, բոլոր ձեռնարկատերերին ասել հարկը դնուցի պետական բյուջե։ Վերջ։ Իսկ իրենք բյուջեից դուրս պահում են ոչ միայն գրպանի բյուջե, այլ արտաբյուջետային միջոցներ եւ երեգել կառավարությունը մի նոր որոշում է կայացրել, ձեզ այսպես անակնկալ մատուցեմ, դա կոչվում է Հայաստանի իրավազորության հիմնադրամ։ Այս ամբողջ ընթացքում, այս բյուջեի ամբողջ ընթացքում մենք կռիվ ենք տվել ոչ վերահսկելի գումարները վերահսկելիության դաշտ բերելու։ Այսինքն դուք կոչ եք անում հիմնադրամները հանել, արտաբյուջետային միջոցները հանել։ Երբեմն արտաբյուջետային միջոցները ավելի շատ են, քան բյուջետային միջոցները։ Ահավասիկ Երևանի օրինակը։ Ես գնացել եմ նորից եմ այդ մեր վեճից հետո խորհրդանում ճշտել։ Բոլոր նրանք, ովքեր որևէ գոմ են քանդում, խանութ են պատրաստում, դուռ են բացում, վերանորոգում են անում, բոլոր նրանք, ովքեր պետք է գան քաղաքապետարան թույլատվություն վերցնեն, այդ մարդկանց մինչև թուղթ տալը ասում են եղբայր, գնա մուծիր 15000 կամ 150,000 դրամ հիմնադրամին։ Որպես բարեգործ։ Ամենուրեք տեսել եք, չէ՞, ավելի բարեկարգ Երևան պաստառները։ Կարող եք որևէ տեղ գործ անել ու դա չառնել։ Դուք ասեք դուք անվում են երբ չի լինում այդ պաստառը։ Իհարկե։ Եվ իմ ասած հետեւյալն է։ Անվերահսկելի հիմնադրամներ, եթե դու ստեղծում ես, ինքդ գնում ես կոռուպցիայի։ Այս դաշտը հանի, այդ բոլոր մուծումները բեր բյուջետ, դες ինչքան գումար կգա։ Լավ, այդ դեպքում գազի եւ հոսանքի սակագնի նվազեցումը դա ինչպես է հնարավոր, եթե գործ ունենք մասնավոր ընկերությունների հետ։ Եկեք մի ամիս էլ համբերեք, ես չեմ ուզում կրկռալ, եւ ես կտեսնեք, որ իմ ասածն է լինելու։ Այն բոլոր միջոցները, որ մենք ներկայացրել ենք, որ ես ներկայացրել եմ գազի էժանացման համար, հեշտ տարբերակներ, իսկական, տեխնիկական տարբերակները, տնտեսական տարբերակները, որոնք կարող են իջեցնել գազի եւ հոսանքի գինը 25-ից 30%, չեն լինելու։ Եվ իրենց այն մեթոդ, որ իրենք կիրառում են թե Վրաստանում, պետք է էժանանա, որքան նվազեցում 25-30%, շատ հանգիստ հաշվարկում։ Էլեկտրաէներգիան եւ գազը։ Այո։ Իրենք իմիջիալից են որ խափեցին խորհրդանում, ասացին, որ իրենք էլ են այդքան իջեցնում, իրենք իջեցնում են 25-30% միայն 100,000 կիրառողի օգտագործողի համար, երբ որ Հայաստանում կա 700-750,000 գազ օգտագործող։ Այսինքն իրենց սովորական իջեցումը 7 դրամ է։ Այո, բայց դա էլ կարող է մեր քթից դուրս գալ, այդ էլ միայն համանապակ քանակի համար, 600 խորանարդ մետր վարողների համար։ Ես չեմ ուզի, որ իրենք ձախողեն, բայց ես վստահ եմ, որ վրացիները այդ պայմանագիրը չեն ստորագրի, ըստ որի տրանզիտի գումարը 10%-ից պետք է իջնի։ Եվ վերջին հարցս գյուղացիական վարկերի համաներում, սա ինչպես է կանոն, եթե կրկին գործ ունենք մասնավոր բանկերի հետ։ Սա արդեն ողբերգություն է, եւ այսօր են ինձ մի քանի հոգի զանգել, բանկերը արդեն Այն որ գյուղացիները ունեն վարկեր, դա հայտնի փաստ է, բայց ինչպես է Հայազգային կոնգրեսը շատերն էին մեզ նամակներ ուղարկել, շատերն էին դա չգիտեմ, անկեղծորեն լուծումը չգիտեմ, գոնե պետք է կամ սառեցվի, կամ պարտքերի տուգանքների մասը կասեցվի, այսինքն այդ տուգանքը բանկի շահագրգռվածություն է այստեղ որ գիտեք ոնց, եթե բանկը հասել է այն վիճակին, որ ոչինչ էլ չի ստանալու, այդ մարդը թողնելու եւ փախնելու է այստեղից, գրավ ունեն, գույք ունեն գրավադրված, գրավն համաձայն եմ, բայց այսօր փաստ է, որ գրավադրված ապրանք չի վաճառվում։ Եթե բանկը ունեցավ 1000 հատ տուն, բայց ոչ մի հատ գնորդ, դա իրանց ձեռք չի։ Բանկային գործունեություն չի ցավում։ Հա, իրանց ձեռնտու չի, իրեն պետք է գումար, որը շրջապտույտի մեջ մտնի տոկոս, բայց սա իսկապես գյուղացիության վիճակը ես չգիտեի որ այսքան ծանր է, գիտեի որ ծանր է, բայց որ շփվեցինք եւ ավելի շատ իմաց սկսեցին մեր շատ են լինում դեպքեր, երբ մի բանկից վարկ են վերցնում մեկ այլ բանկի վարկ փակելու։ Ուրեմն այսպեսի թիվ հնչեց խորհրդանում։ Բնակչության, գյուղացի բնակչության 95%-ը վարկերի տակ է։ Սա բան է, կատաստրոֆա է։ Կատաստրոֆա է, երբ քո բնակչության մեծագույն բնակչության 95% կախված է բանկից, բայց ինքը չի կարողանում վճարել, որովհետև Աստված իրան պատժել է, բերք չի ունեցել, բերք չի վաճառել
կարկուտն ու երաշտը ոչնչացրել են բերքը եւ այստեղ պետք է պետությունը ջայլամի նման ասում են մենք ինչ գործ ունենք մասնավոր հիմնարկներ բայց քաղաքացին քոնը չի որ վրա հարկ ես դնում որին քվեարկել ես տալիս որին կրթություն ես տալիս իմ կարծիքով լուծումը սա է ինչը Հովիկ Աբրահամյանը խոստացավ ու չհասցրեց կամ չարեց սառեցնել այս պահին դուժերի դուգանքների ավելացումը եւ վերգիր անել որ դու արդեն պարտքես քո տունն ու քո հողամասը քո մեքենան ձեռքիցը տանում են գոնե այս պահի համար եթե կառավարությունը մտածում չունի այս պահին դա սառեցնի որոշ չափով կանգնեցնի Շնորհակալություն պարոն Մանուկյան հիշեցնեմ մենք զրուցում էինք խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ Շնորհակալ